Բարի լույս, ժողովուրդ ջան։ Տերունական աղոթքի մեջ ասում ենք եղիցի կամք քո։ Առաջին հայացքից ինձ թվում է, որ բոլորիս մտքին էլ գալիս է այն կամքը, որ ցանկությունն է Աստծո։ Ասում ենք եղիցի կամքը, այսինքն թող լինի քո ցանկությունը։ Բայց նաև մտածում եմ սիրելիներ, որ Աստծո կամքը ոչ միայն Տիրոջ ցանկությունն է, ուզածն է, այլ նաև նրա զորությունն է, նրա ներկայության ամբողջական զորությունն է, որովհետև մեր խոսակցականի մեջ անգամ, երբ մարդուն բան ենք ասում ենք կամքի ուժ չունես, կամք չունես, որ այսինչ բանը անես, նշանակում է այստեղ միայն ցանկության հարց չի, այո, մենք ցանկանում ենք շատ բաներ անել, Պողոս առաքյալն ասում է, ինչ որ ուզում եմ, այն չեմ անում, իմ հոգին ինչ որ ուզում է, ես այն չեմ անում, այսինքն մեր ուզելը դեռ անելու մասին չի խոսում կամ հնարավորության մասին, այ երբ կամքն ենք մենք ավելի ամրացնում, մենք կարողանում ենք այդ զորությամբ դա անենք, հետևաբար երբ տերունական աղոթքի մեջ ասում ենք եղիցի կամք քո, մտածում եմ, որ մենք ուզում ենք, որ Տիրոջ զորությունը մեր կյանքի մեջ լինի, որովհետև հասկանում ենք, որ շատ բաներ մենք ինքնուրույն չենք կարող անել, մեր կամքով կոնե չենք կարող անել, ուրեմն սիրելիներս այսօրվա ճանապարհի մտածումս հետևյալն է, որ այո, շատ բաներ կան, որոնք մեզ համար դժվար են, բայց սա առիթ է, որպեսզի մենք անդրադառնանք Աստծո կամքի ներկայության կարևորությանը մեր կյանքի մեջ։ Շատ բաներ պիտի փորձենք նախաձեռնել, անել եւ չստացվի։ Նորից պիտի անդրադառնանք եղիցի կամք քո արտահայտությանը։ Եվ վերջը, այն ամենը ինչ մեզ համար անհնարին է, ուղղակիորեն անհնարին է, ոչ թե պիտի մեզ տանի հուսալքության, այլ հակառակ մեզ պիտի հիշեցնի, որ կա Աստծո կամքը, որի առաջ որևէ բան չկա, որ անհնարին լինի։ Հետևաբար այսօր էլ այս պատգամը թող մեզ ուղեկից լինի մեր մտքի մեջ, որ Տիրոջ կամքը մեզ պետք է ոչ միայն նրա ցանկությունը հասկանալու, այլ նրա զորությամբ շարժվելու եւ շատ հարցերում Աստծո զորությամբ կյանքի կոչելու, իրականացնելու այն բոլոր ծրագրերը, նպատակները, մտքերը, ցանկությունները, որոնք մեզ պետք են, որ մեր կյանքը ճիշտ կազմակերպենք։ Բարի լույս ձեզ, Աստված օրհնի ձեզ։